դեպքում դատավորը կարողանա արդար վճիռ կայացնել առանց զանգերի սպասելով։ Մեր պայքարը նրա համար է, որպեսզի մենք մեր երկրում ունենանք պետությունում պաշտպանված քաղաքացի եւ ոչ թե քաղաքացի, ով պետությունից է պաշտպանվում։ Հարգելի հայրենակիցներ, մենք տեսնում ենք, թե մեր երկիրը ինչպիսի վիճակում է, մեր սահմանամերձ գյուղերում ինչպիսի աղքատության շեմին են մեր բնակիչները։ Մենք տեսնում ենք մեր հանրապետությունում օր-օրի ահագնացող գնաճը եւ այս ամեն ինչի համատեքստում այս իշխանությունը փոխարեն կարողանա իր գործը, որը որ 18 թվականին մեր ժողովուրդը վստահել էր, պատշաճ իրականացնի, մեր երկիրը տանում են անդունդի ճանապարհով։ Մեր երկրում լինելու են փոփոխություններ եւ այդ փոփոխությունը բերելու է Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը։ Այո! Մենք միասին բավականին բարդ ճանապարհ ունենք անցնելու։ Մեր նկարահանող խումբը ուղիղ միացմամբ աշխատում է դատարանի բակից, ուղիղ միացմանը կարող եք հետևել YouTube-ի մեր ալիքում։ Հակակոռուպցիոն կոմիտեն էլ հայտնել է, որ Ուժեղ Հայաստան կուսակցության նախօրեին ձերբակալված անձանցից 12-ի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքը, գրավը եւ բացակայելու արգելքը։ Իսկ ազգային ժողովում արդեն երրորդ օրն է քննարկում են կառավարության 2025-ի կատարողականը, սակայն նիստը միայն հաշվետվության մասին չէ։ Դահլիճում հնչում են նաև կոշտ քաղաքական գնահատականներ։ Ընդդիմադիր պատգամավորները շարունակում են պնդել, որ իշխանությունը ձախողել է թե արտաքին, թե ներքին քաղաքականությունը, իսկ հայտարարվող խաղաղության օրակարգը իրական չէ։ Նիստի ամենասուր հայտարարությունները մեկ տեսաշարում առանց մեկնաբանության։ Մենք դեմ չենք խաղաղության, ինչպես փորձում է ներկայացնել ԿՊԱ-ական Գեբելսյան քարոզչությունը։ Մենք դեմ ենք Նիկոլ Փաշինյանին եւ հենց այն պատճառով, որ ինքը ունակ չէ խաղաղություն հաստատել։ Սակայն Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը այս խախուտ հրադադարը շարունակում են համարել խաղաղություն եւ մի բան էլ փորձում են բացատրել, թե ինչպես եկանք այս օրման։ Ինքնին հարց է տալիս, ինչպես ու պատասխանում։ Զոհերի ու զոհողությունների գնով, բազում զրկանքների ու տառապանքների գնով, դժոխքի միջով անցնելու գնով։ Պարոն Փաշինյան, դուք Մովսեսը չեք, դուք ժողովրդին չբերեցիք ավետյաց երկիր, դուք բերեցիք ողբերգություն, Արցախի հանրապետության կորուստ, Հայաստանի երրորդ հանրապետության կորուստ, դուք Իվան Սուսանինն եք։ Պատերազմ բերողնել եք դուք, պատերազմ բերացնել եք դուք, աղետներ բերացնել եք դուք, կորուստներ բերացնել եք դուք եւ շարունակաբար բերելու եք դա, եթե դուք մնաք իշխանության։ Մենք ունենք այս տարիների կառավարման հետևանքով խորը հիասթափություն, հասարակության մեջ ատելության, մթնոլորտի գեր դոզավորում, ատելություն անգամ ընտանիքի միևնույն անդամների միջև, ատելություն հասարակության տարբեր խմբերի ու խավերի միջև, ատելություն անգամ պետական հաստատությունների եւ քաղաքացիների միջև։ 2020 թվականին սահուն անցել եք պատերազմի, բերել եք պատերազմ, որովհետեւ ոչ adekvat կառավարումը եւ այդ իրարամերժ գործողություններն էլ բերել նրան, որ հիմնական հանցագործը իհարկե Ադրբեջանը սկսել է մարտական գործողություններ եւ պատերազմի ժամանակ ոչինչ չեք արել երկիրը մոբիլիզացնելու եւ հաջողություններ ունենալու։ Մեր առջև դրված խնդիրը կատարելու, իսկ մենք ի վիճակի ենք եղել այդ խնդիրը կատարել։ Վարչապետը պարոն Փաշինյանը ասում է, որ գեներալները փախել են։ Ազգային ժողովի ղեկավարությունը, պատգամավորները եկել էին այնտեղ եւ անհրաժեշտություն կար մոբ ռեսուրսի, ովքեր որ այս կամ այն պատճառով լքել էին մարտական գործողությունների դաշտը, այսպես պետք է ասեմ, լայախ չարեցին գոնե մի քանի ժամով կամ գնան աշխատեն այդ մոբ ռեսուրսի հետ, թողին փախան, մի ով է փախել։ Իսկ ազգային ժողովի միջանցքում արդարադատության նախարար Սրփուի Գալյանը խոսել է նոր սահմանադրության մասին։ Նրա խոսքով սահմանադրության տեքստը պատրաստ է, քննարկումների փուլ է այժմ ու երբ որոշվի, որ պատրաստ է, կհրապարակեն։
Ինտրիգ չկա։ Ինտրիգ չկա ընդհանրապես, ես ասում եմ այն, ինչ ուզում եմ։ Եվ ասում եմ հետեւյալը, տեքստը կհրապարակվի, չկա որևէ ինտրիգ եւ դուք եւ մեր սիրելի ժողովուրդը կտեսնի տեքստը, կծանոթանա դրան եւ կանի համապատասխան առաջարկներ։ Իդեպ արդեն 2 օր է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ստամբուլում է, մասնակցում է Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին։ Այդ հարթակում Սիմոնյանը խոսել է տարածաշրջանային զարգացումների մասին, ընդգծելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վստահության ձևավորման նոր փուլ է սկսվել։ Գալիք սերունդները պետք է հավատան, որ խաղաղությունը, որ մենք այսօր կառուցում ենք, տևական է։ Չսխալվեք, մեր աշխարհի ճեղքերը խոր ու լուրջ են։ 2025 թվականին Հայաստանի, Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի առաջնորդների կողմից ստորագրված համաձայնագրից հետո մեր տարածաշրջանում խաղաղություն է տիրում։ Սա իրապես մեծագույն նվաճում է, սակայն մեր տեսլականն ավելի լայն է։ Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր եւ միանալու մեզ խաղաղության կտավը հյուսելու գործում։ Այս նպատակով մենք պատրաստ ենք խորացնել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ։ Տասնամյակների անվստահությունից ու թշնամանքից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վստահության ձևավորման նոր դարաշրջան է սկսվել։ Այս առաջընթացն ամրապնդելու ջանքերն այժմ ուղղված են հաղորդակցությունների ամրապնդմանը եւ տեղում խաղաղությունն արդյունավետորեն իրականության վերածելու ապահովմանը։ Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման TRIP նախագծի իրականացումը եւս մեկ կարևոր հանգրվան է։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի միաժամանակ զարգացնելու տարածաշրջանային կապերը եւ ընդլայնելու միջազգային առևտրային ուղիները։ Հիմնված լինելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավասության սկզբունքների վրա, TRIP-ն ունի Հարավային Կովկասում եւ դրա սահմաններից դուրս կայունությունը, տնտեսական համագործակցությունը եւ բարգավաճումը խթանելու ներուժ։ Ստամբուլում Ալեն Սիմոնյանը խոսել է նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև առևտրաշրջանառության, Ադրբեջանում գտնվող մեր հայրենակիցների մասին։ Նրա խոսքով 19 հայ գերիներին պետք է ազատ արձակեն եւ անհետ գործների ճակատագիրը պետք է պարզվեն։ Ադրբեջանական ապրանքների ներմուծումը Հայաստան խորհրդանշական եւ գործնական քայլ է տնտեսական կապերի վերականգնման տեսանկյունից։ Սրանք խաղաղության արդյունքներն են, շոշափերի բարելավումներ, որոնք անմիջականորեն օգուտ են բերում մեր ժողովրդին։ Միևնույն ժամանակ դեռևս առկա են լուրջ մարդասիրական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն։ Վստահության ամրապնդումը շարունակելու եւ իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն եւ վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ, իսկ անհետ կորած մյուս անձանց ճակատագրերը պետք է պարզվեն։ Հարգելի գործընկերներ, հիմա առաջնահերթությունները սահմանելու ժամանակն է, եւ ապագա սերունդների բարօրության համար մենք դրանք պետք է ընտրենք իմաստուն կերպով։ Եվ ովքեր են հաջորդ սերունդները։ Նրանք մեր երեխաներն ու թոռներն են։ Մեր սուրբ պարտականությունն է արժանի լինել նրանց, թողնելով ոչ թե պատերազմի, այլ խաղաղության ժառանգություն։ Սակայն գերիների վերադարձի հարցը կարծես չի եղել Ալեն Սիմոնյան Սահիբա Գաֆարովա հանդիպման օրակարգում։ Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահի հետ հանդիպմանը կողմերը գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման շրջանակում վերջին գործընթացները, ներառյալ խաղաղության եւ կայունության ամրապնդման ուղղված քայլերը, նաեւ առևտրային կապերի հաստատումն ու ընդլայնումը։ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևն էլ հայտարարել է, որ մինչ օրս Ռուսաստանի Դաշնությունից Ադրբեջանի միջոցով Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել մոտավորապես 26,000 տոննա բեռ։ Ելույթ ունենալով ադրբեջանա-ռուսական գործարար խորհրդի նիստում նա ասել է, որ այս բեռի մեծ մասը բաղկացած էր ցորենից եւ պարարտանյութերից։ 13-ից 14 կիլոմետրը 1 ժամ 45 րոպեում։ Մայրաքաղաքում երթևեկությունը կաթվածահար էր եղել։ Նույն ներվիճակը նաև երեկ երեկոյան։ Մարդիկ աշխատանքից հետո դժվարությամբ են տուն հասել։ Պատճառը Իսակովի պողոտայի աշխատանքներն են։ Երևանի Բագրատունյաց փողոցի շենքերից մեկում էլ նկուղը տարիներ շարունակ չի չորանում։ Կեղտաջուրը հասնում է մինչև աստիճաններ, տարածվում է գարշահոտություն, իսկ շենքի հիմքերը օր-օրի թուլանում են։ Բնակիչները դիմել են բոլոր հնարավոր կառույցներին, թաղապետարան
դրանից Veolia ջուր, բայց խնդիրը չի լուծվում։ Մասնագետների գնահատման պատճառը կոյուղատար համակարգի գերծանրաբեռնվածությունն է։ Անձրևաջրերը չեն առանձնացվում եւ նույն համակարգով լցվում են կոյուղի։ Արդյունքում համակարգը չի դիմանում, իսկ ջուրը լցվում է մարդկանց տները։ Ովքեր են պատասխանատուները, երբ վտանգված է մարդկանց անվտանգությունը, Սեդա Կիրեղյանի ռեպորտաժում։ Կեղտաջուր, գարշահոտություն, առնետներ։ Բագրատունյաց 34 շենքի նկուղը մինչև 3-րդ աստիճանը լցված է անձրևաջրերով եւ չի չորանում կլոր տարին։ Բնակիչները տարիներ շարունակ ուր ասես չեն դիմել։ Թաղապետարանից մինչև հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ու Veolia ջուր։ Խնդրի պատասխանատվությունը ոչ ոք իր վրա չի վերցնում։ Խնդիրը բացահայտվել է իմ կողմից 2023 թվականի հոկտեմբերի վերջերին, որի մասին տեղեկացրել եմ Veolia ջրի տեղամասային մասնագետին, պատասխանատուին։ Ուրեմն այդ թվականին ավարտվեց 18 դպրոցի, Մուրացյանի անվան 18 դպրոցի վերակառուցումը, որի տարածքում գտնվում է մեր դիտահորերը։ 4 տարի տևող այդ վերակառուցման աշխատանքներից հետո երբ որ սեպտեմբերին բացումը եղավ, ես հոկտեմբերի վերջ, որ արդեն տեղումները անձրևների սկսեց ակտիվանալ, նկատեցի, որ խոնավության հոտ է գալիս, նկողի չէ եւ տեսա բավականին բարձր մակարդակի ջուր է։ Վիգենը մասնագետ է կանչել Veolia ջրից եւ փորձել հասկանալ, ինչու է ջուրը լցվում նկուղ։ Պարզել են ջրի կուտակման պատճառը կոյուղատար համակարգի գերծանրաբեռնվածությունն է։ Փորդառատ անձրևների ժամանակ անձրևաջրերը առանձին համակարգով չեն հեռացվում, այլ թափվում են կոյուղի։ Արդյունքում դիտահորերը ամբողջությամբ լտվում են ջրով եւ համակարգը չի հասցնում հեռացնել այդ ջուրը։ Ամբողջ Բագրատունյաց փողոցը սկզբից մինչև վերջ դիտահորերը բացեցին եւ նույն պատկերներ ամենուրեք։ Այսինքն ամբողջությամբ դիտահորերը խցանված էին եւ այնտեղ իրենց մասնագետներից ասեցին, որ սա ամբողջ անձրևաջրերը, որոնք նոր-նորքից իջնում են այս ճանապարհով, գնում են դեպի Գետառ կամ Երևանյան լիճ, չգիտեմ որտեղ որ իրենց կուտակվելու վայրն է, ու ասեցին, որ սա համատարած այս բարձրաշենքերի կառուցման հետևանքով չհաշվարկված կցումներն են, որը հին մագիստրալներին միացել են ու արդեն չեն հասցնում իրանք հեռացնեն այդ անձրևաջրերը, ստիպված անձրևաջուրը գտնում է միտեղ, որտեղից հնարավոր է, որ ինքը դատարկվի ու դրանցից մեկը հավանաբար մեր շենքն է։ Արդյունքում խարխլվում ու թուլանում են շենքի հիմքերը, իսկ ով է պատասխանատու բնակիչների անվտանգության համար։ Վիգենը 2024-ից ի վեր հարցումներ է ուղարկել բոլոր պատասխանատուներին՝ Թաղապետարան, Ջրային կոմիտե, Veolia ջուր, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով եւ անգամ վարչապետի աշխատակազմ։ Հիշում է 2023-ի ընտրություններին Տիգրան Ավինյանն ու իրենց նախկին թաղապետը խոստացան խնդիրն անհապաղ լուծել, բայց ոչինչ չարեցին, բացի Veolia ջրին դիմելուց։ Այս ընթացքում փոխվել են թե թաղապետը, թե տեղակալը, բայց խնդիրը դեռ տեղից չի շարժվել։ Մենք եւս այդ մասին հիշեցրինք թաղապետի արդեն նոր տեղակալին։ Իսկ հետևողական եղել եք, թե արդյոք Veolia ջուրը իրականացրել է իր գործառույթները, թե ոչ։ Ուրեմն, քանի որ ես չեմ կարող հիշել, առավել ևս այդ թվականից սկսած, դες որևէ բան չեմ կարող ասել 23-24 թվի ինչ-որ մի բանի մասին։ Բայց հենց չի, որ Veolia ջուրը հենց նոր հանկարծ դրա մասին պետք է իմանա։ Այստեղ էլ ավարտվում է համայնքի պատասխանատվությունը։ Մինչև առաջին դիտահորը սպասարկում է համատիրությունը, նշեց վարչական ղեկավարի տեղակալը։ Իսկ այդ դիտահորից հետո եղածները սպասարկում է Veolia ջուրը։ Veolia-ն էլ ասում է, իրենք պատասխանատու են խցանումը բացելու համար եւ բացում են։ Մենք սպասարկում եւ շահագործում ենք այն, ինչ որ հանձնված է մեզ։ Հիմա այնտեղ խցանում է եղել, մենք գնացել ենք, վերացրել ենք։ Այլ բան ասել չեմ կարող։ Նույն պատասխաններն արդեն թղթի վրա ստանում են նաև շենքի բնակիչները։ Շենքի լիազորը տեսնելով, որ ոչ մի կողմը պատշաճ չի արձագանքում, խնդրի լուծման այլընտրանքներ է առաջարկել։ Նախ առաջարկել է միանալ ամենամոտ մագիստրալին, որ հարակից Գարեգին Նժդեհի անվան դպրոցի դիմաց է, ապա պարզել է, որ դպրոցն էլ նույն խնդիրն ունի։ Իրենց նկուղը միակը չէ, որ լցված է ջրով։ Առաջարկեցինք, որ
մեր համար շենքի հետևում դպրոցի տարածքից դուրս, որովհետև ամեն անգամ դպրոցի տարածք վիոլաջերի աշխատակիցներ կանչել խցանումները բացելու համար խնդիր առաջանում, որովհետև իրանք ասում են մենք դպրոցի տարածք չենք սպասարկում ենք մենակ բնակչությունների, ասում բայց եթե մեր դիտավորը գտնվում է դպրոցի տարածքում, մենք ինչ խնդիր ունենք, որն է մեր մեղքը։ Առաջարկում եմ, որ դա տեղափոխվի դպրոցի տարածքից դուրս ավելի մոտ մեր շենքին եւ առանձին դիտահորերով, գոյողագծերով գնա միանա ընդհանուր մագիստրալին, որը բավականին տեսել եմ ես ինքս անձամբ խորն է եւ աշխատում է։ Մեծ հետ զրույցում Veolia ջրից նշեցին, որ այսօր եւս մոտեցել եւ մաքրել են դիտահորերը, մինչդեռ տարածքի ոչ մի բնակիչ չէր նկատել, որ դիտահորեր են մաքրվել։ Տեսել են միայն Veolia ջրի աշխատակիցներին, որոնք մոտեցել, բացել են դիտահորերը, բայց ոչ մի աշխատանք չեն տարել եւ հեռացել են տարածքից։ Սեդակ Յուրեղյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Եվրոպան ունի մոտավորապես 6 շաբաթվա ավիացիոն վառելիքի պաշար, հայտարարել է միջազգային էներգետիկ գործակալության ղեկավարը։ Պաշտոնյան զգուշացրել է, որ շուտով հնարավոր է չվերթեր չեղյալ հայտարարեն, եթե Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնին նավթի մատակարարումների արգելափակումը շարունակվի։ Գործակալության ղեկավարը Հորմուզի նեղուցով նավթի, գազի եւ այլ կենսականորեն կարևոր պաշարների կրճատումների հետևանքներն անվանել է ամենամեծ էներգետիկ ճգնաժամը, որին երբևէ բախվել ենք։ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ Իսրայելը եւ Լիբանանը պատրաստ են դադարեցնել ռազմական գործողությունները։ ԱՄՆ պետդեպարտամենտը ընդգծում է, որ հրադադարը կարող է դառնալ երկարաժամկետ միայն այն դեպքում, եթե բանակցություններում արձանագրվի իրական առաջընթաց։ Միաժամանակ Վաշինգտոնը շեշտել է, որ Լիբանանի իշխանությունը միջազգային գործընկերների աջակցությամբ պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի, կանխելու Հեզբոլլահի եւ այլ զինված խմբավորումների հարձակումները Իսրայելի վրա։ Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարան հայտարարել է, որ 3 վերջին ամերիկյան մեքենան կամ բեռնատարը լքել է Սիրիայի տարածքը։ Նրա խոսքով Սիրիայի հյուսիս-արևելքն այժմ ազատ է որևէ օտարերկրյա բազայից։ Ավելի վաղ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Սիրիայի բոլոր ռազմաբազաները, որտեղ նախկինում գտնվում էին ամերիկյան զորքերը, անցել են սիրիական բանակի լիակատար վերահսկողության տակ։ Միջազգային News լուրերը ռեպորտաժում։ Եվրոպայում 6 շաբաթվա ավիացիոն վառելիք է մնացել, հայտարարել է միջազգային էներգետիկ գործակալության գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը։ Նրա խոսքով էներգետիկ շուկան երբեք նման ճգնաժամի չէր բախվել։ Վառելիքի շուկայում ծագած իրավիճակի պատճառը Հորմուզի նեղուցի արգելափակումն է։ Դրա հետևանքով Սաուդյան Արաբիայի, Քաթարի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Իրաքի կողմից միջազգային շուկա մատակարարվող էներգակիրների ծավալը նվազել է 96%-ով։ Լիբանանում 10-օրյա հրադադարի համաձայնությունը մտել է ուժի մեջ։ Իրանը ողջունում է Լիբանանում հրադադար հաստատելու որոշումը, հայտարարել է արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ Նա նշել է, որ Լիբանանում հրադադարը Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև զինադադարի պայմաններից մեկն է։ Միացյալ Նահանգները պահպանելով Իրանի ծովային շրջափակումը կարող է հարվածել նրա էներգետիկ օբյեկտներին, եթե Թեհրանը սխալ որոշում կայացնի, հայտարարել է Պենտագոնի ղեկավարը։ Իսկ մինչ այդ մենք կպահպանենք այս շրջափակումն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, ասել է Փիթ Հեքսեթը։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգները շրջափակում է իրանական նավահանգիստները, այլ ոչ թե Հորմուզի նեղուցը, եւ մտադիր է բաց ծովում կանգնեցնել իրանական նավերը, այդ թվում լցանավերը։ Դոնալդ Թրամփն իրավունք չունի առավոտյան արթնանալ եւ սպառնալ որևէ երկրի, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ Նա դրա համար չի ընտրվել եւ նրա սահմանադրությունը դա թույլ չի տալիս։ Կարևոր է, որ ազդեցիկ մարդիկ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնեն խաղաղության պահպանման համար, նշել է նա։ Լուլա դա Սիլվան խնդիր է անվանել այն փաստը, որ աշխարհի երկրները պարտավոր են զգում վերազինվել։ Հաղթանակը Պուտինի համար այժմ հեռավոր երազանք է, անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին, ասել է ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն։ Նա հասկանում է, որ իր տնտեսությունը վատ վիճակում է, հավելել է ՆԱՏՕ-ի ղեկավարը։ Պատերազմի տերերը ձևացնում են, թե չգիտեն, որ ավերելու համար բավական է ընդամենը մի պահ, սակայն հաճախ ամբողջ կյանքն էլ բավական չէ վերակառուցելու համար, հայտարարել է Հռոմի Պապ Լևոն 14-րդը։ Նրանք աչք են փակում այն փաստի վրա, որ միլիարդավոր դոլարներ են ծախսվում սպանությունների, ավերածությունների վրա, մինչդեռ բուժման, կրթության եւ վերականգնման համար անհրաժեշտ միջոցները չեն գտնվում, ասել է Հռոմի Պապը։
Անկարայում հազարավոր ուսուցիչներ բողոքի ցույց են կազմակերպել, պահանջելով, որ իշխանություններն ապահովեն դպրոցների անվտանգությունը։ Նրանք նաև պահանջում են կրթության նախարարի հրաժարականը։ Վերջին օրերին դպրոցներում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է մոտ 10, վիրավորվել ավելի քան 30 մարդ։ Եվ վերջում Գերմանիան զբոսաշրջային նոր նախաձեռնություն է սկսում, որը վերցրել է Դանիայից։ Յուրաքանչյուր ոք, ով կմասնակցի ակցիային, օրինակ կհավաքի քաղաքի աղբը, կստանա արտոնություններ թանգարաններում եւ ռեստորաններում։ Berlin Pay նախաձեռնությունը կմեկնարկի 2026 թվականի ամռանը։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Ժամը 18-ին եթերում կլինի ABC Newsroom-ը։